6 տարվա ազատազրկման դատապարտված պահեստազորի գնդապետ Վոլոդիա Ավետիսյանը եւ պաշտպանը դիմում են ներկայացրել պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու պահանջով։ Միակ մարմինը մեր երկրում դատարանն է, որ քիչ թե շատ է հիմնավորված որոշում մենք կարող ենք ունենալ, դա էլ դեռ կքննարկվի։ 6 անգամ անկախ հանձնաժողովը առանց հիմնավորման մերժել է Վոլոդիա Ավետիսյանին, թեև քրեակատարողական հիմնարկը նրան տվել է դրական բնութագիր։ Ըստ քրեակատարողական հիմնարկի պատիժը կրելու կարիք այլևս չունի։ Ինչու ենք մենք առանց որևէ նպատակի, առանց իմաստի, անձին պահում անազատության մեջ, եթե կարիքը այլևս չկա։ Տևաբար անձը դատապարտյալը, թեկուզ եւ ին վստահորդը եւ բոլոր դատապարտյալները մեր երկրում չեն հասկանում, թե անկախ հանձնաժողովը ինչու իրանց հավանություն չտվեց։ Սա ոչ թե հայացողություն է պետության կողմից, այլ սա կամայականություն է, որ ներկայացնում են վաղաժամ ազատման քրեակատարողական հիմնարկի աշխատողները։ Եթե չեն ազատում, այդ օրվանից համարում են, որ մենք ոչ թե դատապարտյալ ենք, այլ գերի ենք։ Նախատեսում որ պայմանական վաղաժամկետ ձեզի ազատենք։ Օրենքով սահմանված կարգով է, ոչ մեկի ոչ մի բան չեմ խնդրում։ Գործով դատախազ Գարեգին Իսախանյանը առաջարկեց լսել անկախ հանձնաժողովի անդամին, սակայն վերջինս նիստին առանց լիազորագիր էր ներկայացել եւ հեռացավ դահլիճից։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց դատական նիստը հետաձգել, սակայն պաշտպանական կողմն առարկեց, նշելով, որ իրենց հայցադիմումը անկախ հանձնաժողովի դեմ չէ։ Դատավորը բացատրեց։ Պատասխան են տալիս։ Դատարանը հրավիրում է ու ասում է ընկեր ջան։ Էս որ գրել ես հավանություն չտալ, ես ձեր տնից ես բառը բերել։ Ըստ էության այո, հարգելի դատարան։ Հիմա դու ինձ ասա, որ արդեն մեր ժողովրդական լեզվով ասում որ ամբողջ մեր ժողովրդին հասկանալու։ Դե ինձ ասա, որ գրել ես հավանություն չտալ, այդ մի բառը։ Մենք ինչ նկատի ունես։ Այս տղա սափրված չէր, մազերը կտրած չէր։ Հարգելի դատարան։ Փոքա կապած չէր։ Ինքը այդ ամեն ինչը մեզ կմատուցեր։ Թե ինչ է նրան մերժել։ Գործով դատական նիստը կշարունակվի ապրիլի 14-ին, ի դեպ Վոլոդիա Ավետիսյանը ազատ կարձակվի մայիսին 2013 թվականին կիրառված համաներման արդյունքում։